եղել են ուրեմն համապատասխան կարգավիճակ ունեցող անձինք, ովքեր որ ցուցմունքներ տալուց հրաժարվել են, հարցերի չեն պատասխանել, բայց եւ այնպես պատվարժան դատարան նախաքննության ընթացքում է ցուցմունքներ տվել եւ այնպես է չի որ ցուցմունքներ չտված անձինք, ովքեր որ ինչ-որ հայտարարությամբ են հանդես եկել են անգամ դատարանը այդ համարի ցուցմունք անգամ այդ հայտարարություններում նույնպես նշված է բովանդակային կապակցության գործի ու ապացույցների հետ ու պատվարժան դատարան կոնկրետ նախաքննության ընթացքում տված ցուցմունքների, դատաքննության ընթացքում տված ցուցմունքների կամ չտված ցուցմունքների հանգամանքի հետ կապված դատարանի ուշադրություն եմ ցանկանում հրավիրել լուծենկոն ընդդեմ Ուկրաինայի ու եվրոպական դատարանի որոշմանը, դիրքորոշմանը կոնկրետ հատվածի մասով նշեմ, որ դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ եթե ազգային դատական մարմինները առնչվում են ճշմարտությանը միմյանց հակասող մի քանի վարկածների հետ, որոնք ներկայացված են միևնույն անձի կողմից, ապա կրճական մարմիններում տված ցուցմունքները դատարանում տված ցուցմունքների նկատմամբ առավելություն տալը ինքնին կոնվենցիայի տեսանկյունից խնդրահարույց չէ, եթե այդ առավելություն տալը հիմնավորված է ցուցմունքները տրվել են կամուրի։ Մյուս կողմից ապակրի հասարակությունը կդառնա խոցելի, եթե տեղեկություն լինի, որ դրանք տրվել են լրելու իրավունքը խախտելու, խոշտանգման կամ ճնշումների հարցում։ Ինչպես գիտեք, պատվարժան դատարան բազմիցս այդ հարցը բարձրացվել է տվյալ քննության ընթացքում, այսինքն հնարավոր ճնշումների, հնարավոր հարկադուների արդյունքում ցուցմունք տալ չտալու կամ այս կամ այն բովանդակություն տալու մասին, չնայած որ բոլոր ցուցմունքները տվել են պաշտպանել մասնակցել, բայց եւ այնպես այդ հարցերն են կանադարձ կատարել եւ անգամ որոշակի դիտարկումներ, որ եղան կոնկրետ մասնակիցների կողմից, իր կողմից ելույթ հարցերը բարձրացնել եւ որևէ ճնշման, տիպովաբար կամ պաշտպանական արդյունքում ստացված ցուցմունքների մասին խոսք չի եղել եւ չէ կարող լինել պատվարժան դատարան։ Փորձելով եզրափակել ուրեմն ճարս պատվարժան դատարան նախ դատավարության մասնակիցներին դատարան հիշեցնել, որ գործում ենք 2017 թվականի ուրեմն ընթացքում տեղի ունեցած հանցագործության դեպքեր, բնականաբար կարգավորումների առումով արդեն գործում են տվյալ բանի գործող իրական օրենսգրքի ուրեմն կարգավորումները։ Վկայակոչում են ճարես մեջ իրական օրենսգրքի 8-րդ հոդվածի առաջին մասի առաջին եւ երկրորդ մասերը, արգի հանցավորությունը, պատժելիությունը, իրավական որոշման կատարելու ժամանակ գործող օրենքով։ Նույն օրենքի 9-րդ հոդվածի առաջին եւ երկրորդ մասերն են վկայակոչում պատվարժան դատարանը համադառնում է իհարկե իրական օրենսգրքի 55-րդ հոդվածին, բաժի առումով որպեսզի դատարանիչը ծավալդառնա քրեական օրենսգրքի համապատասխանությամբ դատավարական կարգավորումներով արձանագրել գործին ընդունելով քրեական օրենսգրքի 8-րդ կետերի վկայակոչված մասերը արգի արձանագրություն պարագան մեղադրյալների կողմից հանցանքի կատարման բաղի գործող օրենք է համարում 2003 թվականի ապրիլ 19-ին տված քրեական օրենսգրքի։ Վերագրյալի հիման վրա գտնում են, որ սույն քրեական գործով հաջորդաբար ապացուցված են քրեական դատավարության օրենսգրքի 342-րդ հոդվածի առաջին մասի 1-4 կետերով նախատեսված մեղադրյալի վերագրվող փաստական հանգամանքները արարքը փաստակցված։ Արարքի քրեական հակաինովականությունը մեղադրյալի կողմից այդ արարքը կատարելը եւ մեղադրյալի մեղավորությունը տվյալ արարքը կատարելու մեջ, որոնք թույլ են տալիս Գագիկ Գոլեյ Ծառուկյանի եւ Սեթա Գագիկի արժանամանի վերաբերյալ կազմել մեղադրական վերդիկտ։ Վերջիններից մեղավոր ճանաչել 2003 թվականի ապրիլ 18-ին ընդունված քրեական օրենսգրքի 154 պրիմի հոդվածի երկրորդ մասով, որը համապատասխանում է քրեական օրենսգրքի 219 հոդվածի առաջին մասով եւ քրեական համապատասխանաբար եւ քրեական օրենսգրքի 2003 թվականի ապրիլ 18-ին ընդունված քրեական օրենսգրքի 154 պրիմի երկրորդ հոդվածի երկրորդ մասով, որը համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի 219 հոդվածի առաջին մասում նախատեսված արարքի հանցանքի կատարման մեջ։ Մեղադրյալի նկատմամբ կիրառված խափամիջոցները թողնել ամփոփող, մինչև լրացուցիչ դատախազի իրականացում արդյունքում դատախազի Այո։ Ավարի պաշտպաններ պատրաստ եք։ Անդրադառնալով դատարան հաշվառնելով այդ հանգամանքով մեր գործընկերը նաև ասաց, որ պաշտպանական գյուղի տրամադրի կողմից վերջացած եզրափակիչ ելույթը վերանող տարբերակներ ու հաշվի առնելով, որ մի շարք հարցերի հարադարձ կարգավորած վերածվող, որոնց պաշտպանական եզրափակիչ ելույթում հարաբերի հարադառնանք, առնվազն հակադարձանք եւ հիմնավորել
սպասելիքը, կարծում որ նպատակահարմար լինի, որպեսզի մենք մեր ողջամիտ ժամանակ, բայց այդքան մեծ ժամանակ մեզ անհրաժեշտ չի դատարանի ծանրաբեռնվածության Դուք իրանք չունեք խոսել, եթե մի անգամ էլ խոսեք, դուք դուրս Եթե ես ասեմ, որ վարչական շրջաններում զբաղված Ես ձեզ ասեցի, դուք իրանք չունեք խոսել Աղան և նոր վարչական շրջաններում դատախազը հաստատությունակարգավորումը սխալ անձի նկատմամբ արել, քանի որ այդ անձը չի ապրում այդ վարչական շրջանում Դուրս եկեք ու ես Ասում եմ, վարչական շրջաններում չի ապրում այդ մարդը, անունը որ գրված է այդ ամբողջը Մի վարկյան ու կարևոր Դուրս եկեք ասեցի ասելիքով, որ դուք ամբողջ այդ հաստատությունակարգավորումը սխալ եք արել, դասատունել եղել եք Լև Տոլստոյի դպրոցում։ Թեմայով ինչ եք այդ կազմակերպում, մի վարկյան, Լավ դուք բարձր տեսած Շնորհակալություն կար պատմական դատան, դրա համար չեմ պատրաստել, ես հաջորդում եւ նշանակի պատրաստում։ Այդ անձավորության այս լիստերը դուք չտար Ուղղակի ասած այդ մարդը դրա խնով Ոչ մի ճիշտան չասում, սա կոտ սողդագար, ինչ, հիմնավորած ասում։ Եթե իմ ասում եք ասում, ինչ ասել եմ, հիմնավոր եմ ասել, էջերով կարամ ցույց տամ։ Ավելի մեղադի։ Ես նամակը չեմ տվել, ես ասելու հիմնավոր չի ասել, ասում պարտականություն ես կատարում, որից մեկը ծառայանը չի տվել, 2700-ից մեկը չի ասել։ Ու եթե ես ասեցի լսեցի։ Դուք Ահա, եք չի անել, այդքան բան։ Դու դարձեք ասես քնում ես, չէ՞։ Պետք չի երկրորդ վերացել Դրա համար պատվաժան դատում արձագանքել է պետք, որ նմանատիպ արձագանքություններ չարվի։ Եթե օպտիմալ Իսկ կարելի է մեջ չի կարելի արձագանքել։ Ես կարելի է վիրավորել Ինչով խոսացրեց։ Ինչ Իրոպելավ երկրորդյա մի վերացեք լռեք վերջ Միակնայեք ձեզ ժամանակացույցով մարտի 5 Առաջի կես համար Մարտի 5 ժամը 11 Հարմար չի? Մարտի 11 ժամը 16:30 Առաջի կեսը Առաջի կես դավիշ 16:30 Իսկ ունեք? Ժամադրվածություն կա 16:30 11-ին չէ։ Չէ, 16-ան, մարտի 11-ին ժամը Մի անգամ 16:30 Սեկուրով իմ կարծիքով, եթե դեմ չէ, մի քիչ երկար աշխատել, որ վերջնական Եորնա վերջ է, եթե բան չկա, բանները Ես մի բան եմ ուզում ճշտ է, բոլոր պաշտպանների եզրափակիչների բան Այո Լավ, ղեկավարվելով հակերական դատավարության պետք է դատականից որոշում դատականից դեպացիկ է, հաջորդ դատականիստը նշանակում է մարտի 11-ին ժամը 16:30 դատականից դատականից